Փրկարար ծառայությունը իրականում մեր կենսական նշանակություն ունեցող ծառայություններից մեկն է։ Այս պայծրությամբ պիտի փաստեմ, որ արդեն իսկ արդիականացման հայեցակարգը պատրաստ է, անգամ քննարկումներ են հասցրել ունենալ նաև վարչապետի գլխավորությամբ եւ կան կայացված որոշումներ։ Տարիներ շարունակ փրկարար ծառայությունը տարբեր կառուցվածքային միավորների տեսքով է հանդես եկել կառավարության ընդհանուր կազմում եւ ըստ էության տարիներ շարունակ ըստ իր կազմակերպայրավական ձևի խոշոր հաշվով փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Եվ ինչ ունենք այս պահին։ Ունենք ծառայություն, որտեղ որ կան որոշակի գործառույթներ, որոնք բնորոշ են ներքին գործերի նախարարությանը, կան գործառույթներ, որոնք բնորոշ են ներքին գործերի նախարարության կրթահամալիրին եւ այսպես շարունակ։ Մեր խնդիրն է առաջնայինորեն զտել այս բոլոր գործառույթները եւ փրկարար ծառայության կառուցվածքում թողնել այն գործառույթները, որոնք բնորոշ են նախարարությանը ենթակա պետական մարմին, այսինքն իմպլեմենտացնող մարմին, որը որ կիրականացնի պրակտիկայում նախարարության կողմից վարվող քաղաքականությունը։ Սա առաջինը, որը թերևս ամենակարևորն է։ Եվ ֆունկցիոնալի հստակեցման պայմանավորված բնականաբար պիտի նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնենք, որովհետև ֆունկցիոնալից բխում է ճիշտ կառուցվածքը, եւ մեր կառուցվածքը պիտի ծառայի հենց ֆունկցիոնալի արդյունավետ իրականացման։ Կարևոր եմ համարում նաև այն, որ միջազգային պրակտիկայում նաև շատ ընդունված է փրկարար ծառայությունում ունենալ կամավորների ինստիտուտը, ինչ է սա նշանակում։ Սպայական ընդհանուր հաստիքակազմին եւ հաստիքային միավորները զբաղեցնող անձանց զուգահեռ կարող ենք ունենալ նաև կամավորական աշխատանք իրականացնողներ, որոնք կգործեն սպաների ընդհանուր ղեկավարման ներքո։ Սա ինչով է կարևոր։ Կարևոր է այն, որ կամավոր փրկարարական ջոկատների ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ տանք այն մոտեցումը զարգացնել Հայաստանի Հանրապետությունում, որ համայնքը եւս իր անվտանգության երաշխավորն է։ Այսինքն համայնքում գտնվող յուրաքանչյուր անձ պատասխանատու է նաև տվյալ համայնքի հանրային անվտանգության համար։